ոտի տեղի կողքից բացեն ինչեր վերջ։ Լեռնարշավորդ պետք է լինես, որ նոր-նորքի 9-րդ զանգվածի մայթերով, բակերով կարողանաս քայլել։ Շենքի հայատները ոչ միտեղ ոչ մի բան չեն անում, ընդհանրապես։ Շատ ապասնի է, որ դե ծեր մարդիկ դուրս են գալի փողոց, չեն կարողանում քայլեն, ընկնեն, իրենց ջարդեն, աննարինա չեն մանում, ես ինչ է կատարում։ Երեքշաբթի գիշերը Երևանի վրա թափված ձյունը կեսօրից հետո չէր երևում քաղաքի գլխավոր ճանապարհներին։ Քաղաքապետարանը աղ ու ավազ շաղ տվել էր։ Բայց շենքերի բակեր տանող նեղլիկ այս ճանապարհներին աղ ու ավազի հետքեր չկան։ Մեքենաներն են էսի տարբերը հալվել է, այստեղ ոչ մի մաքրություն չեն արել։ Վիլնյուսի 25 շենքի բակի ձյունը դեռ նախորդ տարվանից մաքրած չէ, բողոքում են վախենալով տնից դուրս եկող այս մարդիկ։ Այսօր եմ դուրս եկել, դուրս չեմ գալի։ Վտանգից վախենալով դուրս չեմ գալի։ Այսօր առաջ օրը դուրս եմ եկել։ Վախենում եք, որ սառույցի Ընկնեմ, իհարկե։ Տնից գնալ խանութ ու վերադառնալ առանց վնասվածքների միայն հրաշքով է հնարավոր, ասում են աչքները վախեցած այս մարդիկ։ Կինս այստեղ են գա։ Լավը ոտքը չկոտրեց։ Համարյա 10 քանի օր են առաջվա ձունը որ եկել, ասես մնացել է։ Չեն մաքրել, ոչ մի բան։ Ասում եմ ցավոկով ավազ են ցանը, ես եմ զանգել քաղաքապետարանի թեժգից, ասել եմ ես ինչ է կատարում։ Քաղաքապետարանից գալիս աղ ու ավազ ցանում են, երբ բողոքում են, ասում է այս կինը, որի համար սառցակալած աստիճաններից իջնելը ահ ու սարսափ է։ Երբեմն մի հատ մի լապատկա, մի 5 մետրի, 10 մետրի վրա մի հատ լապատկա ավազա գցած։ Ու վերջ։ Արի, տենց արի։ Facebook-յան օգտատերերն են այս տեսանյութն ուղարկել Երևանի ավականու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանին։ Նրա պնդմամբ առավոտյան մայրաքաղաքի մի քանի փողոցներ դժվար անցանելի են եղել մեքենաների համար։ Տիգրան Ավինյան, ցիտում եմ քեզ, 9% ձայն հավաքած Տիգրան Ավինյան, հայդե փողոցները մաքրելու։ Միայն արևի դուրս գալուց հետո է այդ ճանապարհների ձյունն ու մերկասառույցը հալվել, պնդում է Ստեփանյանը, քաղաքային իշխանությանը հարց ունի։ Որտեղ են շաղ տալիս տոննաներով աղն ու ավազը։ Տոննաներով ասում եմ աղ ու ավազ ունենք, թե այդքան աղ ով է ուտելու ես չգիտեմ, բայց որ փողոցում չեր ցանվել, դա արդեն պարզ է։ Մերկասառույց է դառնալու գիշերը տեղացած ձյունը, գոնե նախապես դեմն առնեն, ասում է Ստեփանյանը։ Այլապես վարորդները գեղասահորթ են դառնալու։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։